Սրտի խորքից ասենք փառք Հիսուսին։ Տերը արժանի է։ Այսօրվա օրը մեզ համար Տերն է պատրաստել։ Հեղինակը Տերն այսօրվա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մեր սրտերը միշտ պետք է պատրաստենք Տիրոջ տունը գալու, իր քաղցր ձայնը լսելու եւ իր սիրով սփոփվելու։ Որտեւ Տերը ամեն մեկիս այսօր խոսալու բան ունի։ Գիտեք, այդ մտքով մենք պետք է զինվորվենք, երբ որ գալիս ենք պաշտամունքի, պետք է այսպես մտածենք. ես գնում եմ պաշտամունքի կշռվելու, ստուգվելու, չափվելու, որտեվ մենք կարիք ունենք, ինչքան է մեր հասակը, ինչքան է մեր չափը, ինչքան է մեր կշեռքը, վերջապես մենք ինչքանով ենք կարիքավոր Տիրոջ առաջ։ Մի համար պետք է կարդամ բոլորիս ծանոթ Հովանու ավետարանի 16-րդ գլխի վերջին համարի խոսքն է, վերջին համարի խոսքն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է սա։ Այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի իմ անունով խաղաղություն ունենաք, բայց գիտեք, աշխարհի մեջ նեղություն պետք է ունենաք, բայց ես հաղթեցի աշխարհին։ Փառք Տիրոջը։ Տերն ասում է, այս բաները ձեզի գրում եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք, որտեղ խաղաղությունը շատ կարևոր բան է։ Խաղաղությունը մտքից վեր բան է, ամեն մարդ էլ ձգտում է խաղաղություն ունենալու, բայց ցավոք սրտի այսօր աշխարհը չի կարողանում մեզ խաղաղություն տալ։ Տեր Հիսուս մեզ տվել է այդ խաղաղությունը, որտեղ մենք գիտենք դեռ մեզ ինչ է սպասում։ Մեզ առջևում դժվարություններ են սպասում, հալածանքներ են սպասում, միգուցե շատերիս սպանեն, միգուցե շատերիս, չգիտեմ, այդպես հալածեն, բայց փառք Տիրոջը, Տերն ասում է, դուք աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց իմացեք, ես աշխարհին հաղթել եմ, փառք Տիրոջը։ Նա հաղթող Աստված է, նա այսօր երկնքում հորաշ կողմը նստած բարեխոսում է մեզ համար։ Նա այսօր ամեն մեկիս համար իրոք ունի տալու բան, եթե մեր սրտերը լայն բացանենք Տիրոջ առաջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, ասում է, ես հաղթել եմ աշխարհին, ես հաղթել եմ աշխարհին։ Եթե նա հաղթել է աշխարհին, գիտեք, այդպես մարդիկ չմտածեն, որ մարդը կարող է մի օր արթնանա ու հետո ինչ որ բաների հաղթի։ Հաղթելու համար պայմաններ կան։ Հաղթելու համար պայմաններ կան։ Տերը մինչև անգամ խաչի վրա գնաց, խաչվեց, արյուն թափեց եւ այդպես հաղթություն տվեց։ Եվ ինքը հաղթեց հակառակորդին եւ մեզ էլ տվել է իշխանություն, որպեսզի մենք էլ հաղթողներ լինենք։ Ինչպես հայտնության գրքում մեջ մենք կարդում ենք 7 եկեղեցիներին բոլորին էլ Տերը այսպես ասում, ով որ հաղթի։ Ով որ հաղթի, եթե ես իմ սիրտը Տիրոջն եմ տվել, եթե ես ամեն օր Տիրոջն եմ փափագում, անպայման Տերը ինձ տալու է այդ հաղթությունը, օգնելու է, որպեսզի ես ու դու էլ հաղթողներ լինենք այս աշխարհի մեջ։ Դրա համար վախենալու ոչինչ չունենք, ոչինչ չունենք։ Ինչպես երեք եղբայրներից մեկը, երբ որ խոսում էր, այս վերջերը մտամ թե այս երկոր ինչ որ մի աշխարհում իրադարձություններ պետք է լինեն, իհարկե դա հակառակորդի ծրագիրն է, բայց մենք դրանից չենք վախենալու։ Մենք չենք վախենալու։ Մենք գիտենք, մեր Տերը նախորդ մեզ զգուշացել է, որ այդպես պետք է լինի։ Նա մեզանից ոչինչ չի թաքցրել։ Մենք սպասում ենք դրան եւ ասում ենք. Տեր, արի, թող Տիրոջ անունը փառավորվի։